Բարի երեկո, շատ սիրելի վաղարշաբաթցիներ, ընկերներ, շատ ուրախ եմ այս լավ հանդիպման համար, որ ձեր ժամանակը տրամադրել եք, լսել եք մեր խոսքը և մասնակցում եք մեր քարոզարշավի ամփոփիչ այս օրվան։ Ես էլ երկար չեմ խոսա, կարճ կխոսամ, վերջում կորոշենք միասին հաջորդ քայլն ինչ ենք անելու, ուր ենք շարժվելու։ Ամսի 22-ից պաշտոնական քարոզարշավը մեկնարկելով մենք եղանք վաղարշաբաթ խոշորացված համայնքի բոլոր գյուղերում և Էջմիածին քաղաքի բոլոր թաղամասերում, բոլոր բակերում։ Միգուցե մի քանիսը բաց ենք թողել, մի շենք կլինի, մի կողմը եղել ենք, մյուսը չէ, թող բոլոր բնակիչները մեզ ներեն։ Իհարկե կային, որ բաց ենք թողել բնակիչների պահանջով ևս մեկ անգամ այդ թաղամաս գնացել ենք և իրականացրել մեր քարոզարշավը։ Ներկայացրեցինք այս ընթացքում մեր ծրագրերը, ներկայացրեցինք մեր տեսլականը, ասեցինք ինչպիսին ենք ուզում տեսնենք մեր համայնքը, վաղարշաբաթ խոշորացված համայնքը։ Լսեցինք նաև բնակիչների, թե գյուղացիների, թե Էջմիածնում ապրող բնակիչների, մեր շատ սիրելի էջմիածնեցիների կարծիքը, իրենց տեսլականը, իրենց առաջարկությունները և հիմնականում, այո, ընդունելի առաջարկներ էին, մենք անմիջապես դրանք գրի առանք, որ ժողովրդի վստահությունը քվեն ստանալուց անմիջապես հետո գիշեր ու զօր լծվեն գործի այդ ամենը իրականացնելու համար։ Մենք չտվեցինք երբեք մեկ խոստում, որն անիրատեսական է, որը չի իրականանալու։ Մենք տվել ենք խոստումներ, որոնք ռեալ կյանքում գետնի վրա, այսպես ասած, իրականացնելու ենք մեծ պատասխանատվությամբ։ Սա մեզ համար, որպես տղամարդու, որպես էջմիածնեցու, սա պատվի հարց է։ Վաղարշաբաթը Էջմիածինը պատվախնդիր մարդկանց քաղաք է և համայնք։ Մենք պատվախնդիր մարդիկ ենք, մենք ընկերներով երբ թիմը ստեղծել ենք, նայել ենք միմյանց աչքերի ու ասել, որ ժողովուրդը մեզ վստահի, մենք պետք է կարճ ժամանակ հետո այնպիսի աշխատանք անենք, որ մեր ընկերները, ով հորդորել է, խնդրել հարևանին, իր բարեկամին, իր ձայնը տալու հաղթանակ դաշինքին, մեր ընկերոջը շնորհակալություն հայտնի, ասի շատ ճիշտ խորհուրդ ես տվել և ես ճիշտ մարդկանց ճիշտ թիմի եմ իմ ձայնը տվել։ Այս Էջմիածին քաղաքում տեսանք ծայրամասային թաղամասերից սկսեցինք մեր քարոզարշավը, տեսանք խայտառակ պատկեր, չնայած նրան, որ մենք տեղյակ էինք։ Տեսանք թաղամասեր, կենսական նշանակություն ունեցող թաղամասեր, որտեղ նույնիսկ կոյուղու խնդիր կա։ 21-րդ դարում ունենք կոյուղու խնդիր և այդ թաղամասերը բավականին շատ ժողովուրդ են ապրում։ Ես ձեզ սիրելի բնակիչներ խոստանում եմ, այդ հարցը մեր ուշադրության կենտրանում է թե պետտնկարան թաղամասում, թե քոթեժներ թաղամասում, թե Արամ Մանուկյան թաղամասում, ծայրամասային այդ թաղամասերում։ Մենք այդ խնդիրը, այդ կենսական նշանակություն ունեցող հարցին արագ լուծում ենք տալու։ Գյուղերում տեսանք գյուղացիների այդ շփումների արդյունքում հասկացանք այն ծանր բեռը, որ դրվել է գյուղացիների ուսերին։ Մեծ բեռ։ Սկսած ջերմոցային տնտեսություններից, ջերմոց կառուցելուց, վերջացրած ոռոգման ջրի պրոբլեմով, արտիզյան հորերի պրոբլեմից և իհարկե խնդիրներ, որոնք գյուղերում կան, դրանք ժամանցի վայրերն են, դրանք սպորտային ակումբների բացակայությունն է, դրանք այգիներն են, դրանք խաղահրապարակներն են։ Եվ իհարկե թաղամասեր, որ չունեն գազ, չունեն խմելու ջուր։ Մենք խոստացել ենք գյուղացիների աչքերի մեջ էլ նայելով և այդ ամբողջը ձայնագրվել է, պայմանավորվել ենք, որ ընտրվելուց հետո գալու ենք այս ձայնագրությունով ու մեր խոստացածը կետ առ կետ իրականացնենք։ Ես իմ այստեղ կանգնած այս ամբիոնից նորից խոստանում եմ մեր Խոյ համայնքի բնակիչներին։ Մեզ ձայնը տալու դեպքում իրենք իրականում տեսնելու են թիմը ինչպես պետք է լինի գյուղացու կողքին, ինչպես պետք է գյուղացու հետ աշխատանք տանի։ Գյուղացի ցանկացած պաշտոնյայի, կլինի դա իրենց գյուղի թե համայնքային, պետք է նայի որպես իր ընկերոջ։ Եվ մի կարևոր բան էլ մենք մեր թիմով աշխատանք ենք տարել, ուսումնասիրել
Ես ուզում եմ մեր Խոյ համայնքի բնակիչներին, նաև Ոսկեհատ համայնքի, գյուղական համայնքի բնակիչներին ասեմ, որ մեր ընտրվելու դեպքում ձեր գյուղերի մանկապարտեզները, երեխաները հաճախելու են անվճար։ Այլևս մանկապարտեզի վճար գյուղական համայնքներում չի լինելու։ Գյուղական համայնքներում չի լինելու նաև աղբահանության վճար։ Ամբողջը համայնքը վերցնելու է իր վրա իր միջոցներով իրականացնել։ Շատ տհաճ խոսակցություններ էին տեղի ունենում, երբ երեխայի հերթը հասել էր մանկապարտեզ գնալու եւ այդ մարդուն գյուղապետարանից ասում էին մինչեւ ձեր աղբի գումարը 7000 դրամը կամ 14000 դրամը կախված չմուծեք, ձեր երեխան չի գնալու մանկապարտեզ։ Սա, այսինքն երեխան ինչով է մեղավոր, որ իր ծնողը կամ իր պապը աղբի տարիների վճարը չի մուծել։ Մանկապարտեզ գնալը ինչքան որ ծնողի համար է կարևոր, որ կարողանա ինքն աշխատանք գտնի, աշխատի, շատ ավելի շատ բազմապատիկ անգամ երեխայի սոցիալականացման համար, որ միջավայրում, լավ միջավայրում, ճիշտ միջավայրում դաստիարակվի եւ կրթվի։ Այլևս նման խնդիրների պատճառով երեխաները երբեք չեն տուժելու։ Սա մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք։ Մեր քաղաքում մենք վերականգնելու ենք այն լավ ու բարի ավանդույթը, մեզանից շատերը կհիշեն մեր Էջմիածնի քաղաքային մարզադաշտը։ Այդ մարզադաշտում են այս քաղաքի տարբեր տարիքի տարբեր սերունդների սպորտսմեններ, տարբեր սերունդների երիտասարդներ ծանոթացել իրար հետ ընկերությունալ։ Ես ինքս այդ մարզադաշտում եմ ծանոթացել մեր քաղաքի լավագույն սպորտսմենների հետ։ Մենք քաղաքային մարզադաշտ ունենալու ենք եւ Էջմիածին քաղաքի համար այդ լավ ավանդույթը վերականգնելու ենք։ Վերականգնելու ենք նաեւ մեր քաղաքի մշակութային դեմքը։ Մշակութային դեմքն ենք վերականգնելու, ունենալու ենք քաղաքային թատրոն, մենք նման փորձ ունեցել ենք, գիտենք, թե դա ինչքան կարևոր է քաղաքի մշակութային կյանքի համար։ Մենք խթանելու ենք մեր երիտասարդ նկարիչներին, քանդակագործներին, մշակութային բոլոր գործիչներին, իրենք լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում։ Որ ծրագրերն ասել շատ երկար կտվի, փորձում եմ կարճ այն ամենակարևորը, ոնց մենք պատկերացնում ենք ասելու։ Ընդհանրապես մենք քաղաքը, համայնքը տեսնում ենք նախ բնակչին, այնուհետև նոր տեսնում ենք շենքերը եւ այլն։ Քաղաքը իրենց պատկերացմամբ միայն տոմետով եւ բորձյուրով է, ոչ, քաղաքը բնակչով է։ Բնակիչը պետք է այդ քաղաքում իրեն զգա հարմարավետ եւ ամենակարևոր, երբ որ տեսնի համայնքային իշխանությունը իր կողքը կանգնած է, ինքն էլ ավելի շատ է սիրելու իր համայնքը ու ինքն էլ ամենօրյա աշխատանքով փորձելու է ծառայել իր համայնքին։ Մենք բավականին մեծ եւ պատասխանատու գործ ունենք մեր Արցախի եղբայրների առջև, քույրերի, եղբայրների, Արցախից բռնի տեղահանվածների։ Մենք ուզում ենք դուք ապրեք այս համայնքում։ Մենք ուզում ենք դուք այս համայնքից ոչ միտեղ չգնաք, ոչ թե միայն արտագաղթեք, այլ չգնաք նույնիսկ հայաստանյան այլ քաղաքում ապրելու, որովհետև մենք արցախցու գինը շատ լավ գիտենք, շատ լավ ենք ճանաչում, գիտենք ստեղծող, արարող, ուժեղ, հզոր ժողովուրդ են։ Իսկ մենք մեր քաղաքում նման ժողովուրդ ունենալով միայն կշահենք։ Մենք արցախցիներին խոստացել ենք, փորձելու ենք անպայման բնակֆոնդի ապահովման հարցում աջակցությունը եւ մեր աջակցությունն է եւ մեր լուման ունենա։ Ցելի արցախցիներ, միշտ իմացեք, որ դուք մեր քաղաքի, մեր համայնքի լիիրավ անդամներն եք։ Դուք պետքա ձեզ զգաք այնքան լավ, ինչքան մենք մեզ զգացել ենք Արցախում։ Իսկ մենք Արցախում մեզ զգացել ենք մեր տան նման, զգացել ենք հրաշալի։ Ես մի բան էլ ասեմ, այս ընթացքում իշխանության ներկայացուցիչները իրենց բնորոշ ստախոսություններով, բանսարկություններով փորձեցին մեր թիմին սևացնել, ինձ սևացնել, սուտ տեղեկություններ հայտնել, չկարողացան ոչինչ, ոչ մի արժեքավոր, ոչ մի ճիշտ ինֆորմացիա, որը կարող էր վնասել մեզ, փոխարենը իրենց
որ ասում եմ անփառունակ ճիշտ եմ ասում, իրենց անփառունակ այդ լրատվամիջոցներից մեկը ոնց որ թե ստեղ էր լոգոն հանածել մանր էր գալու մարդկանց մեջ, այդ անփառունակ լրատվամիջոցներով փորձում են սուտ տեղեկություններ տարածել։ Սկզբից ասեցին, որ ինձ մեքենա են նվիրել Lexus, հետո ասեցին գումար, հետո այդ վերածվեց S-Class Mercedes-ի։ Իհարկե այդ ամեն ինչը սուտ ու կեղծիք է, բոլորը հասկանում են, բայց ամեն դեպքում կարևորը բարձրանում է։ Մյուսը երևի կլինի Bentley կամ չգիտեմ, որ սենց հորինված կլինի։ Ես այս ամենին վերաբերվում եմ ուղղակի ծիծաղով, ուղղակի երբեմն նաև քմծիծաղով, այսինքն եթե իրենց կոմպրոմատը մեր թիմի հանդեպ իմ հանդեպ դա է միայն իրենց մտածած սուտը, ուրեմն մեր թիմը ճիշտ ճանապարհի վրա է, ուրեմն մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալու ենք։ Հաջորդը, որ ուզում եմ ասել, իրենց հիմնական քարոզչական թեզը Գյումրի 2 չի լինելու, իսկ ով է ասում, որ Գյումրի 2 է լինելու։ Լինելու է փարաքարի ընտրությունների նման, մենք ստանալու ենք վաղարշաբաթցիների 50 եւ ավել 50% եւ ավել ձայները։ Այ իրենք են ուզում, իրենք հասկանալով, որ իրենց վարկանիշը շատ ցածր է, պատմական նվազագույնի է հասել, իրենք հիմա ուզում են այդ սցենարով իրենք վերցնել իշխանությունը, ուզում են հանրապետություն կուսակցության հետ, հանրապետություն կուսակցության ասել, որ երկուսով կարողանան 50%-ի շեմը անցնել։ Այդտեղ մի շատ լավ պատմություն կա, մեր նախկին քաղաքապետներից մեկը Էջմիածնի, երբ որ ընտրությունների ժամանակ ասում են, այս ձեր դիմացի մրցակիցներից 2 հոգի ուզում են միանան իրար ձեզ հաղթեն, լրագրողը հարց է տալիս, ես նայում եմ լրագրողին ու ասում եմ ճիշտն ասած դամբուլի ու դեղցի պատվաստումից ծիրան չի դառնում։ Հենց որ չի լինելու վաղարշաբաթցին հաղթանակ է ունենալու։ Ես ավելորդ եմ համարում խոսել այդ բռնաճնշումների մասին, այդ ամբողջ պետական ապարատը մեր թիմակիցների դեմ հանելու, դիմաց աշխատացնելու մասին։ Ես վստահ եմ, եթե այդ բռնաճնշումները չլիներ, մենք հիմա քառապատիկ, հնգապատիկ շատ ենք լինելու, որովհետև մենք մեր ընկերներին, բիզնեսմեն ընկերներին, պետական աշխատանք ունեցող ընկեր, բոլորին ուղղակի արգելել ենք մեր շտաբերի մոտ Երևան, որպեսզի ամբողջ այդ իրենց ճղճիմ պետական ապարատը չուղեն մարդկանց դեմ, մարդկանց տարիների վաստակը, մարդկանց տարիների ձեռքբերումը չփորձեն, այսպես ասած, հետագա աշխատանքների համար խանգարել։ Մենք այսօր այստեղ ենք, Ժողովուրդ ջան։ Ես մի երկու բան էլ կուզեմ ասեմ, հատուկ իմ շնորհակալությունը հայտնել մեր եզդիական համայնքի, մեր եզդի եղբայրներին, քույրերին, ովքեր այս ընթացքում մեզ ակտիվ աջակցել են, որովհետև մենք էլ իրենց խոստացել ենք, որ աջակիցն ենք լինելու, մի բռունցք ենք դառնալու եւ եզդի եւ հայ ժողովրդի հետ դարավոր բարեկամությունը ավելի ենք ամրապնդելու եւ իհարկե եզդի ժողովրդի աջակցելու ենք մշակույթի պահպանմանը։ Մենք լինելու ենք ձեր համայնքի կողքին, ոնց որ դուք դարերով եղել եք Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի կողքին։ Մենք այսօր այստեղ հավաքվել ենք վաղարշաբաթցիներով, հավաքվել ենք իմ ընկերներով, հավաքվել ենք նոյեմբերի 16-ի ընտրությունների համար, հավաքվել ենք քարոզարշավն ամփոփելու համար։ Հիմա տեսեք, վաղը իրենք են հավաքվելու, արդեն հայտարարել են, իրենք հավաքվելու են, մենք ականատեսը կլինենք տարբեր ավտոբուսների, ականատեսը կլինենք վաղարշաբաթ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց, ովքեր ներկա են լինելու իրենց հանրահավաքին, փորձելու են ինչ-որ բազմամարդություն ապահովել, մանավանդ իրենց քաղաքական հայրը ոնց որ ներկա է լինելու, որոշել է ինքն էլ մասնակցի, նոր լրագրողներն ինձ հարց էին տալիս, մտավախություն չունեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է, ես հստակ պատասխանեցի, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենց նախարարները արձակուրդ են վերցրել, իրենց նախարարությունները պետական ապարատը անգործության մատնել եւ եկել են վաղարշաբաթում քարոզություն իրականացնել։ Ինչ տարբերություն մեզ համար, մի ՔՊ-ական ավել գա, մի ՔՊ-ական պակաս գա, ոչ մի տարբերություն մեզ համար չկա։ Արդեն մարզպետարաններ են կանչել, դպրոցի դասատուներին, դպրոցի տնօրեններին,
հորդորել եմ, որ անպայման ընտանիքի անդամներով գան, սիրելի մանկավարժներ, դուք մեր էլիտան եք, մեր համայնքի էլիտան եք, կասեն ձեզ, ասեք հա, մի վիճեք հետները, իրենք չար մարդիկ են, մի վիճեք, չարի հետ չի կարելի վիճել, ասեք հա, ժպիտով ասեք հա, բայց ես ասում եմ, վստահ, մանկավարժի կարծիքի վրա ոչ մեկ չի կարենալու բռնալա, ես սա ասում եմ որպես մանկավարժ Լենա Գալստյանի թոռ, երբեք չի լինելու, ոնց որ իմ պապի կարծիքի վրա 96 թվականին չկարողացան ամբողջ պետական ապարատով բռնանալ։ Վաղը մենք այդ ամեն ինչը կտեսնենք, փորձելու են տենց ասեն, որ մենք ժողովրդի վստահությունն ենք վայելելու, ոնց այս քարոզ արշավի ընթացքում իրենց իրականացնում էին տարբեր համայնքներից եկած մարդկանցով, վաղն էլ նման կերպ իրականացնելու են իրենց քարոզ արշավի վերջին օրը։ Ես ուզում եմ բոլորիդ ասել, որ մենք շատ ուժեղ ենք, ուզում եմ ասել, որ մենք այս 3 օրը աշխատում ենք այն քրտնաջանությամբ, ոնց աշխատել ենք, այն պատրաստակամությամբ, ոնց աշխատել ենք, եւ նոյեմբերի 16-ի երեկոյան շնորհավորում ենք միմյանց, շնորհավորում ենք վաղարշաբաթցիներին, որովհետեւ մեր հաղթանակը դա վաղարշաբաթցիների հաղթանակն է լինելու։